Բարի երեկո 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է, տաղավարում այսօրվա իմ հյուրն է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մեկ շաբաթ առաջ, պարոն Մելիքյան, ինչպես գիտեք, փետրվարի 20-ին լրացավ Արցախյան շարժման 38-րդ տարեդարձը, իսկ այսօր փետրվարի 26-ին Սումգայիթի հայերի ջարդի սկսվելու օրն է։ Կխնդրեմ առաջին հերթին անդրադառնալ պատմական այս իրադարձություններին, թե այս տարեդարձերն ու տարելիցներն ինչ խորհուրդ ու նշանակություն ունեն այսօրվա քաղաքական իրականության մեջ։ Դե մեծ հաշվով այդ իրադարձությունները կանխորոշեցին ժամանակակից Հայաստանի պատմական ընթացքի մի մեծ հատվածի բովանդակությունը եւ այդ առումով պարունակում էին զանգվածային մեր այդ շարժման առումով մեծ ոգևորություն եւ սպասումներ, փետրվարյան կոտորածները Սումգայիթում էլ հավաստեցին, որ մեզ սպասվող ճանապարհը լինելու է շատ բարդ, դաժան եւ արյունահեղությամբ լի եւ այդ առումով իհարկե ճանապարհի սկզբում որևէ մեկը չէր պատկերացնում, որ մենք այսօր կհասնենք այս կետին։ Թեև այն ժամանակ դեռևս մենք ճանապարհի սկզբում էինք եւ Հայաստանը, Արցախը կարծես թե անելանելի վիճակում էին, որտեղ գտնվում էին եւ Մոսկվայի եւ Բաքվի ակտիվ ճնշման տակ եւ այդ ճնշումը չէր զլանում կիրառել բոլոր հնարավոր ուժային միջոցները իր ձեռքի տակ եղած այնուամենայնիվ մեր հոգեվոր նաեւ այդ պահի համար քաղաքական վերելքը իհարկե նոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ եւ այդ էջը իր բոլոր վայրի վերումներով շարունակվում է այսօր եւ շարունակել է նաեւ ապագայում։ Իսկ ընդհանրապես ինչ հիշողություններ ունեք այդ օրերի հետ կապված։ Փաստորեն փետրվարի 20-ին, ավելի ճիշտ դրանից առաջ Հադրութում, Ստեփանակերտում, եթե չեմ սխալվում, տեղի էին ունեցել ցույցեր պահանջով Հայաստանին միանալու, փետրվարի 20-ին հայտնի մարզխորհրդի 20-րդ նստաշրջանի, ավելի ճիշտ արտահերթ նստաշրջանի 20-րդ գումարման մարզային խորհրդի լղիմի որոշումը խնդրանքով դիմել խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի գերագույն խորհուրդներին եւ Երևանում սկսվեցին հսկայական բազմահազարանոց ցույցեր եւ մի քանի օր անց փաստորեն խորհրդային Ադրբեջանի իշխանությունները պատասխանում են այս ջարդերով, հա։ Դե տեսեք, ինքս եկա անկախության հրապարակ, օպերայի հրապարակ ամսի 22-ի երեկոյան, երբ դեռ կամ արդեն մեծ մասը ցուցարարների հեռացել էին, բայց հաջորդ առավոտյան լեփ-լեցուն էր հրապարակը։ Եվ այնպիսի ոգևորություն կար, այնպիսի փոխըմբառնում կար, սպասելիքներ կային, զարթոնքեր, որը անակնկալի բերեց շատերիս, որովհետև մինչ այդ մենք ապրել ենք բավական սահմանափակ քաղաքական ակտիվության տեսանկյունից սահմանափակ կյանքով, փակ երկրում, փակ ինֆորմացիա։ Այո, եւ անկեղծ ասեմ, ինքս արցախցի չլինելով Արցախի կացության վերաբերյալ, տեղի հայության կյանքի վերաբերյալ ըստ էության համարյա տեղեկություններ չունեի, այսինքն խորհրդային գաղափարախոսական մշակումը Հայաստանում ազգային խնդրի ոլորտում այնպիսին էր, որ կարծես թե այստեղ մոռացության էր մատնվել հայկական Արցախի գոյությունը եւ դրա մասին գիտեին հիմնականում հենց իրենք արցախցիները, որոնք այս կամ այն պատճառներով հիմնականում Ադրբեջանում հայության նկատմամբ դրսևորված խտրականության արդյունքում
վերահաստատվել էին Խորհրդային Հայաստանում, այստեղ էին բնակություն հաստատել, զավակներին տվել կրթության, իսկ այս մարդկանց համախումբը անշուշտ կապ էր պահպանել իրենց իր պատմական հայրենիքի հայրենակիցների հետ եւ տեղյակ էր թե այնտեղ ինչ է կատարում։ Մյուսները համարյա տեղյակ չէին։ Եվ ես էլ այդ մարդկանցից մեկն եմ։ Ոստի իմ համար Փետրվարյան շարժման մեկնարկը նաև Արցախի բացահայտումն էր անձնապես։ Շատերը նույնիսկ, այսինքն մինչ այդ չգիտեին էլ, որ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղը հայկական է եւ այնտեղ հայեր են ապրում։ Այլոց համար պատասխան չտամ, չպատասխանեմ, բայց ինքս որ մեծ հաշվով նաեւ համապատասխան կրթությունն էի ստացել եւ մեծ հաշվով արևելագետ լինելով նաեւ ամբողջ տարածաշրջանի պատմության որոշ չափով գիտակի, Արցախի պատմությունը այդ գիտելիքի շտեմարանից դուրս էր մնացել։ Եվ սա կարծում եմ իհարկե պատահական չէր։ Պարոն Մելիքյան, իսկ այն ժամանակվա իրավիճակը 88-90 թվականների Արցախյան շարժումը, որը բերեց, ինչպես գիտենք, անկախության շարժման, անկախության վերականգնման, այդ ամբողջատիրական համակարգի պայմաններում շատերը կարծում են, որ այն ժամանակ էլ շատ ավելի, նույնիսկ ավելի բարդ իրավիճակ էր, եթե համեմատենք այսօրվա իրավիճակի հետ, որքանով է համեմատելի ներկայիս իրավիճակի հետ, եւ արդյոք կարող ենք մենք հաղթահարել այսօրվա մարտահրավերները եւ իմաստ ունի հերթական անգամ անդրադառնալու այն հարցին, ինչպես հասանք այս կետին եւ ինչպես ստացվեց, որ առնվազն ժամանակավորապես կորցեցինք հայկական Արցախը։ Տարբերությունը հսկայական է, որովհետեւ 88 թվականի մեկնարկի պահին կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչությունը, կար հյուսիսային Արցախի հայ բնակչությունը, ստվար հայություն էր բնակվում Կիրովաբադում ներկայիս, Գանջայում, հայկական Գանձակում, Բաքվում եւ այլուր։ Այսօր այդ ողջ տարածքը ըստ էության հայաթափվել է ամբողջությամբ։ Եվ այդ հայաթափումը որքանով հնարավոր կլինի փոխհատուցել նոր իրադարձություններով, նոր հնարավորությունները օգտագործելով, սա շատ լուրջ խնդիր է, որի վրա անհրաժեշտ է եւ շատ լուրջ մտածել եւ նախապատրաստվել եւ հաշվի առնել նաեւ մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, դրանցից բխող ռիսկերը մեզ համար եւ հնարավորությունները եւս դրական իմաստով։ Բայց սա մի աշխատանք է, որը պահանջում է լրջմտություն, ոչ թե այսպես պաստառային բարձրագույն իբր քաղաքական վերաբերմունք, այլ իսկապես լրջմտություն տարբեր մակարդակներում իրավիճակի հստակ հաշվարկ եւ այդ հաշվարկի հիման վրա գործողությունների ծրագրի մշակում եւ իրականացում։ Դա բարդ բան է եւ ժամանակատար է։ Այսօր ցավոք Հայաստանում ես դեռ չեմ տեսնում այն քաղաքական ուժը կամ ուժերը, որոնք ունակ լինեն դա անել։ Իսկ երբ post factum մենք վերլուծում ենք հատկապես 16-18 թվականներից հետո տեղի ունեցած իրադարձությունները, ասենք կարող ենք ելակետ վերցնել Թրամփի ընտրությունը եւ ընդհանրապես աշխարհում որոշակի փոփոխությունները գաղափարական եւ այլն, այսպես ծայրահեղական, ավելի կոնսերվատիվ ուժերի գալը, Brexit-ը եւ Հայաստանում տեղի ունեցած, այսպես ասած, թավշյա հեղափոխությունը եւ տեսնում ենք, որ այս մարտիկ վերջում գալիս կանգնում են այս բոլոր ծրագրերի գլխին։ Օրինակ ես իմ մեջ վերլուծում էի իմ գլխում, թե ինչպես ստացվեց, որ Ռուսաստանն էր այստեղ առաջին ջութակը Արցախի հարցում եւ կարգավորողն էր եւ
պատերազմ կանգնացնողներ, չգիտեմ, խաղաղապահ մտցնողներ, բայց վերջում Ամերիկայի նախագահը Թրամփը գալիս ասում է, որ ես եմ պատերազմը կանգնեցել, քավորը ես եմ։ Եվ տեսնում ենք, թե Իրանի դեմ ինչ քայլեր են ձեռնարկում կամ նախապատրաստվում Ադրբեջանի, ինչ նշանակություն է տրվում տրանսպորտային եւ այլ ծրագրերը, ինչ է կարծում ես, ամենը իրար հետ փոխկապակցված է եւ post factum վերլուծում ենք։ Մեզ հասած արդյունքի հիմքում մեր անգործությունն է։ Որովհետև այս ամենի հետ կապված նախազգուշացումները եւ այլընտրանքը առաջարկվել են 2004-5 թվականներից ի վեր։ Բայց մեր կառավարիչները նախընտրեցին ինքնուրույն քաղաքականություն վարելու ուղղությամբ որևէ քայլ չնախաձեռնել։ Դա քաղաքական հասունության պակասներ, թե արտաքին ազդեցությունների հզորություններ, բայց փաստը մնում է փաստ, այսինքն այն բոլոր իրադարձությունները, որոնք դուք թվարկեցիք, այդ բոլոր իրադարձությունները այս կամ այն կերպ նաև կանխատեսված էին եւ այդ կանխատեսումները հրապարակավ արվել են։ Այնպես որ մենք տեղ չունենք ինքնարդարանալու, թե արտաքին միջավայրը մեր հանդեպ անբարեհաճ գտնվեց։ Ընդ որում մեր պատմագիտության մեջ շատ կա, չէ՞, այդ մոտեցումը, որ թուրքերը գոտորեցին, ռուսները անհրաժեշտ է մոռանալ այդ մոտեցումը։ Արտաքին միջավայրը միշտ ագրեսիվ է մեր նկատմամբ, ու ոչ միայն մեր նկատմամբ։ Ցանկացած պետության համար արտաքին միջավայրը ագրեսիվ է եւ դա բնական երևույթ է։ Ուստի այդ ագրեսիայի դեմ արտաքին միջավայրի անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել եւ այդ միջոցները առաջարկվել են ու չեն իրականացվել։ Ընտրվեց այլ ճանապարհ այդ ճնշման հետ համակերպվելու եւ դրան համահունչ գործելու ճանապարհն ընտրվեց։ Արդյունքը սա է։ Եվ մենք դրա համար պետք չէ զարմանանք կամ շատ փնովենք որևէ մեկին։ Առաջինը պետք է սկսենք ինքներս մեզնից եւ մեր մոտեցումները փոխենք։ Մեզ պետք չի արդարանալ, մեզ պետք է ունենալ կոնկրետ արդյունքներ։ Եվ այդ կոնկրետ արդյունքները ստանալու համար անհրաժեշտ է նպատակադրում եւ արտաքին միջավայրի հետ խելամիտ փոխհարաբերվելու կերպ մշակել։ Այդ դեպքում մենք հաջողության հասնելու հեռանկարը կպահպանենք։ Իսկ մենք որպես պետություն եւ ազգ ինչ կարող ենք անել մասնավորապես Արցախի հարցի պարագայում, որ այս հանգրվանին չգայինք։ Կա մի քանի բան, որ կարելի էր անել եւ չարվեց։ Մեկը այլընտրանքային քաղաքական մոտեցման ձևավորումն էր եւ այդ քաղաքական մոտեցումը մշակվել է եւ հրապարակայնորեն այդ մասին խոսվել է բազմիցս, բայց իշխանությունները Հայաստանի ոչ մի իշխանություն չցանկացավ այս մոտեցման հետ կապված անգամ կոնտակտի դուրս գալ, քննարկել։ Այդ մոտեցման հիմքում ընկած էր այն գաղափարը, որ պատերազմի ընթացքում, առաջին պատերազմի ընթացքում տեղի ունեցել բնակչության եւ տարածքների որոշակի փոխանակում ուժային անշուշտ պատերազմի արդյունքում, բայց անհրաժեշտ է առաջնահերթ դիտարկել տեղաշարժի ենթարկված փախստական նաեւ դարձած անձանց շահերը, նրանց լրացուցիչ տառապանքներ չպատճառել, այն ինչ մնացել է սեփականության տեսքով հայերից Ադրբեջանում դա դառնա ադրբեջանցիների կորուստների փոխհատուցման ռեսուրս, այնինչ պատերազմի վերջնարդյունքում ունեցավ Արցախը եւ Հայաստանը, մնա Արցախին եւ Հայաստանին։ Սա ես ընդհանուր մոտեցումն եմ ասում, որը իր նախադեպերը ունեցել է պատմության մեջ, անգամ հույն-թուրքական հարաբերություններում։ Այսինքն այդ առումով եղել են օրինակներ եւ այդ մոտեցումը հնարավորություններ տալու շատ ճկուն լուծել բոլոր տարածքային խնդիրները, եթե այդ համաձայնությունը տեղի ունենար։ Բայց այդ ուղղությամբ քայլ անգամ չի արվել, ընդհակառակը Հայաստանում փախստականների հիմնախնդիրը պարտակվել է
այս մասին փախստականների խնդրի մասին քաղաքական վերնախավերը հրաժարվել են անգամ խոսել լուրջ, քննարկել։ Դուք նկատի ունեք Բաքվի եւ մյուս Այո, կողմ տեղերից այո, այն ժամանակ, երբ որ այդ խնդիրը բարձրացվեց, խոսքը գնում էր ավելի քան 5 միլիոն հայ փախստականների մասին եւ մոտավորապես այդքան ընդհանուր առմամբ տեղաշարժի ենթարկված ադրբեջանցիների մասին։ Փոխարենը հիմա Բաքուն միայն բարձրացնում, այսինքն միայն Բաքուն է բարձրացնում այսպես կոչված։ Այո, որովհետեւ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները, բացի 90-ականների կեսերից մինչև կեսերը, դրանից հետո Հայաստանի բոլոր իշխանությունները հայ փախստականների խնդիրը ծածկադմփոց են արել եւ քաղաքական շրջանառությունից իսպառ վերացրել են, հանել են։ Այստեղ հետևողականորեն աշխատել են փախստականների գործոնը ոչնչացնելու վրա։ Եվ եթե Ադրբեջանը մշակվեց մեծ վերադարձի ծրագիրը եւ դրա համար բազմաթիվ միջազգային դոնորներ փնտրվեցին եւ գտնվեցին, որոնք այսօր աշխատում են Արցախում, Հայաստանում, ընտրվեց փախստականների ինտեգրման ճանապարհը, որը չնչին ֆինանսավորմամբ հանգեցրեց նրան, որ այդ փախստականների զգալի մասը պարզապես ձեռքը թափ տալով հեռացավ Հայաստանից, մյուս մասը լիարժեքորեն Հայաստանում եւս չկարողանալով իր տեղը գտնել, չկարողանալով նաեւ վերականգնել սեփական իրավունքները իրենց պատճառված վնասների հետ կապված գոնե այդ կորուստները վերականգնելու տեսանկյունից թափ տվեցին ձեռքները արդեն հայոց պետականության վրա որպես այդպեսին։ Իսկ բռնի տեղահանված արցախահայության հետ կապված ինչ իրավիճակ է։ Ես կարծում եմ հիմա նույնն է, այսինքն մեծ հաշվով ընթանում է արցախահայության կրկին ինտեգրման այդ ծրագիրը եւ այդ առումով արցախցիները իրենք եթե իրենց ինքնությունը պահպանելու ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկեն, ապա կտարալուծվեն Հայաստանում եւ Արցախը որպես հայոց ինքնության բնօրաններից մեկը կկորի, որտեվ պատմական հիշողությունը կրողները կլուծվեն Հայաստանի բնակության մեջ եւ կդադարեն ունենալ իրենց ուրույն դեմքը։ Իսկ ինչ հնարավորություններ են պահպանվում ապագայում այդ հարցից ինչ որ կերպ գոնե կարճելու համար։ Երբ որ այդ խնդիրը ձևակերպի, հնարավորությունները կբացվեն։ Այդ հնարավորությունները եղել են կան եւ կլինեն նաեւ առաջիկայում։ Սա քաղաքական վերնախավի որոշելի հարցն է։ Ապիկար վերնախավը այս հարցը կփորձի ու կձգտի ոչնչացնել եւ հարմարվել արտաքին միջավայրի պահանջներին։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ այս խնդիրը հնարավոր կլինի հավերժ պահել մութ նկուղում։ Պարոն Մելիքյան, իսկ այսօրվա իշխանության պատասխանատվության եւ մեղավորության մասին ինչ կասեք տվյալ հարցի հետ կապված եւ երկրորդը եթե Ադրբեջանը ֆիզիկապես է թարապես ջնջում պատմությունը Արցախի վերացնելով բնակավայրերը, Քարինտակ գյուղը, բազմաթիվ գյուղեր, եկեղեցիներ, այդ դեպքում ինչ պետք է անել։ Դե Ադրբեջանը նոր չի, որ այդ քաղաքականությունը իրականացնում է եւ Նախճեվանի խաչքարերի պատմությունը մեզ օրինակ, երբ ես խոսեցի այն մասին, թե ինչ կարող էին անել Հայաստանի իշխանությունները, մի տարբերակը ներկայացրեցի, որ դա քաղաքական նոր մոտեցման, մշակման ճանապարհներ, որը էֆեկտիվ կլիներ եւ ընկալելի կլիներ միջազգային հանրության համար։ Մյուսը ամիջապես հենց տեղի ունեցան այդ Նախճեվանի բարբարոսությունները, անհրաժեշտ է շատ կոշտ արձագանքել։ Ընդ որում 2005 թվական, եթե այո, հենց այն ժամանակ անհրաժեշտ էր կոշտ արձագանքել, նաև կիրառել ուժային մեթոդներ։ Եվ թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը այդ տեմպերով եւ այդ ծավալներով սպառազինվի եւ 20 տարի անց
պարզապես ոչնչացնի Արցախը եւ պետականությունը եւ ժողովրդին էլ արտաքսի։ Օրինակ կարող էր Հայաստանը մի քիչ արկածախնդրական բաներ Դա արկածախնդրական չի։ Նախիջևանը հետ վերցնել։ Հետ վերցնելու խնդիրը չի անգամ։ Դա կանխարգելիչ հարվածների խնդիր է, որը անում է օրինակ Իսրայելը։ Ես չեմ ուզում ընկնենք օրինակների հետևից այլոց վարվելակերպի մասով, որտեվ Իսրայելը դա անում է ունենալով իր թիկունքում հզոր դաշնակիցներ։ Հայաստանը իր պահվածքով հանձնվեց դաշնակցին եւ ինքը դադարեց դաշնակից լինել, վերածվեց օպերատիվ տարածքի ուրիշների համար։ Եվ այդ տեսանկյունից ինքն իրեն կաշկանդեց նաեւ Ադրբեջանի ռազմատենչությունը սանձելու տեսանկյունից, այսինքն ինքը թույլ չտվեց իրեն այնպիսի գործողություններ, որը կանխեին Ադրբեջանի կողմից սպառազինման այս գործընթացը 20 տարի սպառազինվեցին ակտիվորեն մեր աչքի առաջ ընդ որում հասկանալի է որ այս սպառազինումը բոլորին պաշտպանական նպատակներով չէր արվում հետեւաբար դա մեր անգործությունն էր նաև ռազմական ոլորտում անկախ ամեն ինչից այդ անգործությունն էլ բխում էր մեր քաղաքական ապիկարությունից իսկ այսօր ինչու է սպառազինվում ինչքան է սպառազինվում եւ ինչ նպատակով դե իհարկե Ադրբեջանի համար Հայաստանի խնդիրները ավարտված չեն բայց նաև կան տարածաշրջանային խնդիրներ, որոնց Ադրբեջանը կարող է մասնակից դարձվել ինչ այժմ իրեն օգնած դաշնակիցների կյանքերով։ Դա առաջին հերթին Իրանն է եւ այդ առումով մտքում պահելով Հայաստանը Ադրբեջանը կարող է արդարանալ, որ սպառազինվում է Իրանից պաշտպանվելու նպատակով եւ իրենց կարևորագույն դաշնակիցների դրդմամբ եւ այդ դաշնակիցների թվին է պատկանում այսօր նաեւ պաշտոնական Վաշինգտոնը Մոսկվան եւս եւ այդ առումով բոլորին վերջերս 1-2 օր առաջ էր կարծեմ որ Բարսասյան ռուս զինվորականների պատվիրակություն էր եկել Բաքու բարձր մակարդակի հանդիպումներ էր ունեցել մասնակցել էր ինչ որ ուսումնական գործընթացների այսինքն տարածաշրջանում բոլոր դեպքերում ուժային գործողություններ են սպասվում, որոնց մասնակից դառնալը որպես խնդիր կարող է դրվել Ադրբեջանի առջև, բայց այս ամբողջ համատեքստում մենք պետք է զգոն լինենք շատ ուշադիր լինենք, որտեվ այդ իրադարձությունները կարող են օգտագործվել Հայաստանի դեմ նոր գործողություններ նախաձեռնելու համար։ Եվ ինչպես գիտեք, վերջին շաբաթների միջազգային ամենահրատապ եւ սուր հարցը այն է, թե արդյոք Միացյալ Նահանգները հարված կհասցնի Իրանին եւ դա Իրանի ցույցերի ընթացքում էր տեղի ունենում, հետո տեղի ունեցան ինչ-որ բանակցություններ, որոնք կարծես թե արդյունք չտվեցին։ Իրանի արտգործնախարարը շաբաթվա սկզբին հայտարարել է, որ Ժնևում կարող են հանդիպում եւ բանակցություններ տեղի ունենալ Սթիվ Ուիտկոֆի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացի պատվիրակության հետ։ Իդեպ, եթե չեմ սխալվում, այսօր առավոտյան Ուիտկոֆը ժամանել է Ժնև, որտեղ պետք է հանդիպի Իրանի ներկայացուցիչների հետ։ Հիմա Թրամփը ասում է, որ 10-15 օր ժամանակ եմ տալիս, որ գործարք կնքեք, այլապես վատ բաներ են լինելու։ Ամերիկյան Պոլիտիկո պարբերականը գրում է, որ Թրամփի ավագ խորհրդականները նախընտրում են, որ Իսրայելն առաջինը հարձակվի Իրանի վրա, նախքան Միացյալ Նահանգները կհարվածեն։ Ձեր կարծիքով ինչ ծրագիր է նախապատրաստել Իսրայելն ու Միացյալ Նահանգները Իրանի դեմ եւ ով կհասցնի այդ հարվածը կամ կլինի այդ հարվածը ռազմական այսպես սահմանափակ հարված կլինի ռազմական գործողություններ կլինեն եւ ինչ դեր կխաղա այստեղ Ադրբեջանը։ Ես կարծում եմ, որ ուժային սցենարը երևի թե անխուսափելի է։ Միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները լայնածավալ ցամաքային ներխուժում կազմակերպեն դեպի Իրան, բայց
դրա փոխարեն նրանք ըստ ամենայնի կաջակցեն անդիմության բողոքի դրսևորումների նոր ալիքին, այդ թվում նաև ուժային տարր մտցնելով այդ բողոքի ալիքի մեջ բախումները այլևս կարող են վերածվել զինված բախումների, ընդ որում շատ կարևոր է հասկանալ, որ առաջին ալիքը, որը բախվեց իշխանությունների կոշտ հակազդեցությանը, ծնեց իշխանությունների հանդեպ արյան վրեժի ցանկություն, նպատակ եւ այդ արյան վրեժը անհաղթահարելի կդառնա, երբ որ գործը հասնի նոր բախումներին, այսինքն եթե առաջին ալիքը երկրում դեմոկրատական բարեփոխումների պահանջ էր դնում եւ այս իշխանության գործող իշխանության հերացումն էր պահանջում որպես գերապետություն, աշխարհիկ նոր կյանք են ուզում, երկրորդ ալիքը այդ բոլոր պահանջները պահպանելով առաջնորդվելու է բացառիկ ատելության զգացումով։ Ընդ որում, եթե առաջին ալիքը հաջողությամբ հասներ, ապա այդ նույն մարդիկ, որոնք միգուցե կարողանային տապալել ռեժիմը Իրանում, կարող են թույլ չտալ արտաքին միջամտությանը։ Այսինքն կանգնեին Իրանի ազգային շահերի պաշտպանության դիրքերին եւ ներքին խնդիրներին արտաքին միջամտությունը կասեցնեին։ Երկրորդ ալիքի պարագայում դա չի լինի, որտեղ երկրորդ ալիքը առաջնորդվելով այդ ատելության զգացումով եւ վրեժխնդրության զգացումով կփորձի օգտագործել ցանկացած աջակցություն, այդ թվում նաեւ արտաքին աջակցություն եւ ներքին գործերին արտաքին միջամտությունը իրենց համար կարող է դառնալ բնականon, բայց դրա համար պետք է հետո իրենց գինը վճարեն։ Հիմա ավելի հավանական է ձեր կարծիքով այսպես օդային հարվածները, սահմանափակ ինչ-որ գործողությունները։ Ես կարծում եմ, որ այդ առաջին հարվածները կարող են ուղղակի ձգանի դերը կատարել ներքին երկրորդ ալիքը սկզբնավորելու համար, թեև արդեն իսկ ուսանողական զանգվածային ելույթներ կան, բայց այդ հարվածները կքաջալերեն, կատալիզատորի դեր կկատարեն։ Այո։ Ընդ որում քանի որ մարտի 21-ին արևելյան նոր տարին է, Նոռուզը Իրանում պիտի տոնվի, ուստի այդ գործողությունները կարող են փոխկապակցել նաև այս խորհրդանշային ամսաթվի հետ կամ նախորդեն դրան, որպեսզի հաղթանակած ժողովուրդը այլևս տոնի Նոռուզը նորացված իրենց երկրում օտար պետությունների աջակցությամբ հաղթանակը նաև տոնի, կամ հենց այդ տոնի օրերին այդ ալիքը նորը բարձրանա, արտաքին աջակցություններ լինի եւ այդ տոնի ժամանակ իշխանությունների հակազդեցությունը կարծում եմ ավելի թույլ կլինի, քան տոնական օրերից կամ շաբաթից դուրս ընկած ժամանակահատվածում, այսինքն։ Բայց ինչ են ուզում Փեհլևի որդուն են ուզում բերել շահ նշանակել։ Դե մենք տեսնում ենք, որ սա այն անձն է, որը տեր կանգնեց անդիմադիր գործողություններին երկրի ներսում եւ Իրանի ժողովրդին կոչ արեց տապալել ռեժիմը։ Դրսում 100,000-ավոր մարդիկ են հավաքվում նրա կազմակերպած ցույցերին եւ հանրահավաքներին, 100,000-ավոր մարդիկ եվրոպական մայրաքաղաքներում իրանցիներ։ Բայց լուրջ չեն վերաբերվում այդքան, ես ասենք որքան նայում եմ, ծաղրում են, չգիտեմ, սիրուհիներ։ Նայած ով ի վերջո այստեղ խնդիրն այն է, թե ինչ փաթեթավորմամբ են մատուցում այդ մարդուն։ Ի վերջո մենք պետք է հիշենք, որ Փեհլևի արքայատոհմը Իրանի իհարկե թարմ նոր արքայատոհմ է, հիմնվել է 20-րդ դարի 20-ական թվականներին։ Ազնվական ցակում չուներ։ Ոչ, եւ այդ առումով իրենց ներքին քաղաքականության տեսանկյունից վարում են պարսկական ազգայնական քաղաքականություն, այսինքն պարսից մեծամասնության կամ պարսից իշխող մեծամասնության դիրքերից էին հանդես գալիս, թեև պարսիկները Իրանում
հազիվ թե մեծամասնություն լինեն։ Ամեն դեպքում սա ազգայնական մոտեցում էր, որը գաղափարական առումով պարտավոր էր բռնաճնշել փոքրամասնություններին երկրի ամբողջականությունը պահպանելու համար։ Հիմա ազգայնական առաջնորդի գալը եւ նրանով իսլամական գաղափարախոսությունը փոխարինելը կարող է հանգեցնել ազգային ծայրամասերի անջատմանը բուն Իրանի տարածքից դուրս գալը։ Եվ սա կարծում եմ, որ շատ լավ գիտակցում են նաև դրսում Իրանից դուրս իրեն աջակիցները, թեև նաև նշենք, որ հայտնվել է երկրորդ ուրեմն գահաժառանգը, որը Ղաջարների տոհմից է։ Եվ դրա մասին ավելի շատ խոսում են, այո, Թուրքիայում եւ Իրանի թուրքաբնակ մասերում, ինչպես նաև Ադրբեջանում։ Մեզ առավել հետաքրող երկրները դերակատարներ այս գործընթացում էր ողերի հարևանները Թուրքիան եւ Ադրբեջանը, պարոն Մելիքյան։ Ադրբեջանը կարծես թե ստանում է այն ինչ ուզում է, Արցախը ստացավ, ճանապարհն է ստանում, այսպես կոչված միջանցքը եւ ինչ պետք է նա անի այդ ինչ ծառայություններ պետք է մատուցի դրա դիմաց եւ կարծում եք Ալիևը կգնա այդ արկածախնդրությանը Իրանի դեմ դուրս գալու։ Դե կարող է դա իրենից էլ կախված չլինի։ Այսինքն այնպիսի իրավիճակ ձևավորվի, երբ Ադրբեջանը ստիպված լինի ներկայացվել հակամարտության մեջ։ Բայց տեսեք, կա եւս մեկ հանգամանք։ Եթե իրադարձությունները ընթանան Իրանի տրոհման ճանապարհով եւ Իրանի հյուսիսային թուրքաբնակ հատվածը առանձնանա պետականություն ձևավորի, դա կարող է դառնալ նաեւ Ալիևի իշխանության ավարտը, որտեղ այդ դեպքում ոչ թե այդ տարածքը կմիանա ներկայիս Ադրբեջանին, Բաքվի հովանու ներքո, այլ Ադրբեջանի տարածքը կարող է դառնալ այդ թուրքաբնակ նոր պետական կազմավորման հետաքրքրության առարկան եւ այնտեղ այդ կազմավորման քաղաքական ազդեցության աճի տեղը բացվի։ Իսկ այդ աճը հնարավոր կլինի Ալիևին վերացնելու դեպքում միայն։ Եվ ով դա պետք է անի կամ ով կանի դա։ Դե եկեք այդքան հեռու չմտնենք։ Անողները կգտնվեն։ Իսկ Վենսի այցը որքանով էր կապված հենց նույն Իրանի հարցի հետ։ Դե ես կարծում եմ, որ Վենսի այցը ուղղակի ցուցադրություններ այն բանի, որ Հայաստանն եւ Ադրբեջանը ներդաշնակ գործելու են Միացյալ Նահանգների շահերը ապահովելու ուղղությամբ։ Առանց միմյանց հետ պատերազմելու։ Գոնե այս փուլում։ Իսկ Ժնևի բանակցությունները ինչ է կարծում, որևէ արդյունք կտան միջուկային ծրագրի հարցի շուրջ։ Ես լավատես չեմ այդ առումով, այսինքն ընդհանրապես Իրանի քերապետության խնդիրը կարծում եմ, որ դիվանագիտական լուծում կունենա միայն մի դեպքում, եթե ներկայիս իշխանությունները Իրանի կամավոր հեռանան եւ թույլ տան, որ այնտեղ ձևավորվի նոր աշխարհիկ իշխանություն։ Այսինքն միայն կամավոր հեռանալու դեպքում է խաղաղ ելքը հնարավոր։ Դա միանշանակ անիրատեսական է, կարծում եմ, բան։ Դե ես չեմ պնդի, որ իրատեսական է։ Այո, դա դժվար տեղի ունենա։ Բայց դա իրենց ներքին գործն է, չէ՞, ինչ, այսինքն դրսի ուժերը պետք է ասեն նրանք ինչ կյանքով ապրեն կամ ինչ վարչակարգ ունեն։ Դա այնպես չէ, որ իրենք էլ արտաքին աշխարհի հետ կապ չունեն ու դրսում որևէ գործընթացի չեն միջամտում։ Իրենք էլ արտաքին ակտիվ քաղաքականություն են վարում, որը ունի ուժային տարրեր իր մեջ եւ մեծ հաշվով Իսրայելի գոյության սպառնալիք են իրենց ներկայացնում։ Այսինքն եկեք անմեղներ չփնտրենք։ Ամեն մեկն ունի իր շահերը եւ այդ շահերով հանդերձ որևէ մեկ ուրիշի շահերին վնաս է տալիս։ Ոստի պատերազմները, ուժային ուրեմն փոխհարաբերությունները դրանք եւս քաղաքական
զարգացումների հիմնատարրերից մեկն են եւ անհրաժեշտ է իրավիճակը հենց այս տեսանկյունից դիտարկել։ Եվ վերադառնալով մեր նախորդ թեմային Սումգայիթի հայոց ջարդերի մասին մենք խոսեցինք փաստացի հայոց ցեղասպանական գործողության, երբ այսօր Բաքվի բռնապետը Վիլհամ Ալիևը մեղադրում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ռազմական հանցագործությունների մեջ նացիստների հետ է համեմատում։ Այն ժամանակ սա ադրբեջանական խորհրդային իշխանություններն էին իրականացրել, այսինքն այս ամենից հետո Ադրբեջանի իշխանությունները ինչ խոսում են հանցագործություններից, պատերազմական հանցագործություններից, նացիզմից, Նյուրնբերգի դատավարությունից, կխնդրեմ նաև սրան անդրադառնալ։ Սա քարոզչական պայքար է եւ այդ առումով խնդիրն այն չէ, թե որն է ճշմարտությունը։ Խնդիրն այն է, թե արդյոք կարողանում ես քո ճշմարտությունը հասանելի դարձնել ուրիշներին եւ համոզել դրանում նաեւ եւ գործընկերներին եւ հակառակորդներին։ Ադրբեջանը հաջողությամբ այդ գործը անում է, արել է եւ անում է եւ կշարունակի անել նաեւ առաջիկայում։ Մենք մի տեսակ անդադ փորձում ենք արդարություն հաստատել այլոց միջոցով։ Այսինքն ասում ենք, որ մեր նկատմամբ անարդարություններ են գործվել եւ այդ անարդարության փաստը պետք է ճանաչել, մինչդեռ Ադրբեջանը հաստատում է այն արդարությունը, որը ինքը ուզում է հաստատել եւ գործով եւ քարոզչական ոլորտում։ Այսինքն նա իրավիճակ է փոխում եւ դրա հիման վրա առաջ է տանում իր քարոզչությունը։ Հիմա երբ որ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանի անկախտելի մասն է, դրանով հրաժարվեցին բոլոր տեսակի իրավունքներից։ Բացի իրավունքներից, դրանով նաև ազդարարեցին, որ համաձայնեն Ալիևի այն պնդումների հետ, որ Արցախի ղեկավարությունը հանցավոր է, որովհետև հանդես է եկել ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Այսինքն Հայաստանը ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով, Արցախի բանտիալ ղեկավարների դատավճիռը կանխորոշեց։ Այդպես։ Այսինքն մասնակցեց դրա ձևակերպմանը եւ արդարացրեց այդ դատավճիռը։ Պարոն Մելիքյան, իսկ Հայաստան, չգիտեմ ինչ ճանապարհով եկած այդ ազերիների, ադրբեջանցիների Ամասիա Երևան այդ օպերացիան ինչ նպատակով ըստ իրականացվեց, դա ինչ դիվերսիա եւ ովքեր էին կազմակերպել։ Դե բոլոր դեպքերում այս ամենը ցույց է տալիս, որ կա հսկայական տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների մեջ։ Ադրբեջանի իշխանությունների համար կապ չունի մարդու քաղաքացիությունը։ Կարևորը այն է, որ եթե հայ է, ապա Ադրբեջան մուտք գործելու իրավունքը չունի, կամ եթե մուտք էլ գործի, այնտեղ կարող է զնդանում հայտնվել անմիջապես։ Իսկ մեր մոտ մեր մոտ ազատ դեմոկրատական երկիր է, ով երբ ուզի, ոնց ուզի կարող է գալ գնալ, եթե Ադրբեջանի քաղաքացի եթե քաղաքացիել է անգամ, որտեվ կան որոշակի պայմանավորվածություններ ԱՊՀ անդամ պետությունների միջև առանց մուտքի արտոնագրի կամ ազատ մուտքի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ կային։ Գոնե սկզբնական շրջանում դրանք նույնական էին բոլորի համար, բայց Ադրբեջանում կար ներքին մոտեցում, խտրական մոտեցում Հայաստանի քաղաքացիների հանդեպ։ Ընդհանրապես Հայաստանի եւ հայության հանդեպ, անկախ քաղաքացիությունից։ Հիմա Հայաստանում սա էլի այդ համաձայնողական քաղաքականության շարունակությունն է։ Բայց մենք չենք կարող առանձնացնել մի տարը, ասել, որ այ մենք ծագումով ադրբեջանցիներին չպետք է թողնենք, որ գան Հայաստան։ Այդ մի տարը պետք է փոխկապակցված լինի մի շարք այլ իրավական եւ քաղաքական մոտեցումների հետ, որպեսզի սկսի աշխատել եւ ճիշտ ընկալվի։ Մենք չունենք այդ մոտեցումները։ Մեր մոտեցումները վերաբերում են նրան, որ որպես պարտված կողմ խաղաղություն ենք աղարսում եւ ստացել ենք զինադադար։
փաստացի իրավական վիճակը սա է։ Եվ այդ առումով չպետք է գրգռենք էթնիկ ադրբեջանցիներին կամ թուրքերին, եւ մեր պահվածքով պետք է ամեն կերպ շեշտենք եւ ընդգծենք մեր արտակարգ խաղաղասեր լինելու հանգամանքը։ Առավել եւս որ այնտեղ մի քանի տասնյակ պատաններ ունեն։ Դե դա էլ իր հերթին։ Դա էլ ազդելու միջոց է, չէ՞, այսինքն եթե որևէ մի բան ասենք այնպես չանեն, նրանք վտանգի կլինեն։ Ես ուզում եմ ասել, որ այս կարգի հարցերի լուծումը կարող է տալ միայն ընդհանրական քաղաքական իրավական պլատֆորմը։ Այն պլատֆորմը, որը ունի այսօր Հայաստանի իշխանությունը, չի ենթադրում այս կարգի միջադեպերի համար որևէ հակազդեցություն։ Ադրբեջանը այդ առումով իր ձեռքերն ազատ են։ Իսկ եթե ներկա վարչակազմը, վարչախումբը վերընտրվի ընտրությունների հետևանքով կներեք արդյունքում ինչ տեղի կունենա։ Ես անկեղծ ասեմ, ընտրությունների հետ կապված չեմ ուզում շատ բան ասել։ Եկեք ձևակերպենք այսպես. Եթե իշխանությունը գործող շարունակի պահպանել իշխանական լծակները նաև հունիսից հետո, որևէ բան չի փոխի։ Այդ տեսանկյունից բան չի փոխի, որտեղ կա քաղաքական պլատֆորմ, որի շնորհիվ այս մարդիկ մնացել են իշխանության 8 տարի եւ կարող են եւս մի քանի տարի մնալ, եթե իրենց համար ամեն ինչ բարեհաջող շարունակություն ստանա առաջիկա ամիսների ընթացքում։ Շնորհակալ եմ հետաքրքրությամբ։ Ես եմ շնորհակալ։ 168-ի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում էինք Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ։ Կհանդիպենք։